Վերաստան հայկոն էտել հետ, շետի Վաշինգտոն ընտրողը չի լինի, թող այդ այնք իր կոմիկությունը անի։ Ես ում սիրում եմ նրան էլ ընտրելու եմ։ Ինքան բան ասեն Նիկոլ Փաշինյանը վերջացրեք էլի։ Տանուր էին մինչև հիմա այդ ուժեղ հայաստանցիները։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Կուսակցություններն ու դաշինքները ընտրական ցուցակում ընդգրկվել են հետևյալ հերթականությամբ. Ռեֆորմիստների կուսակցություն, բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, Ուժեղ Հայաստան դաշինք, Հայաստանի շնորհապետական կուսակցություն, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն, Միասնության թևեր, Բարգավաճ Հայաստան, Ազգային ժողովրդավարական բևեռ, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն, Հայ ազգային կոնգրես, Հանրապետություն, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, Ժողովրդավարական համախմբում, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր, Հայաստան կուսակցությունների դաշինք, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք եւ Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Արմնուր Էմը շրջել է Երևանի փողոցներում եւ հարցրել քաղաքացիներին, թե նրանք արդյոք մասնակցելու են հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ։ Չէ երևի։ Ինչու՞։ Ինչ, հները դա գիտենք ինչ են, ներկաներն էլ գիտենք ինչ են։ Մնացածն էլ չեմ ճանաչում, ոչ տեսնում չեմ, ոչ անունը գիտեմ, ոչ 19 կուսակցություններից ոչ մեկին չեք հարում։ Իսկի չէ էր իմանում, որ 19 հատ կա։ Ես չեմ լսում իրենց, հեռուստացույց ջոտել եմ, ես մի 5 տարի է։ Մեր իհարկե վարչապետին, Ինչու՞։ որովհետև ինձ դուր է գալի նրա արածները։ Իսկ Սամվել Կարապետյանն ասում է, որ եթե իրեն չընտրեք, տնտեսական պատերազմ կլինի։ Շատ բան են ասում, ես իմ խելքի տերն եմ, ես ոչ մեկին ես ինչքան տենում եմ, ես այդ գործով էլ այտենց էլ պետք է անեմ։ Գախնիկ է։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Այո։ Իսկ ունեք նախընտրած տեխնատու։ Այո։ Ուժեղ Հայաստանը, քաղաքացիական Չեմ ասի։ պայմանագիրը։ Մենք ստեղից չենք կներես։ Անպայման։ Իսկ ունեք նախընտրած տեխնատու, չէ։ Այո։ Ունեք նախընտրած տեխնատու։ Ոչ։ Ուժեղ Հայաստան, քաղաքացիական պայմանագիր 19 կան։ Բոլորին դեմ եմ։ Ոչ Այո։ մեկին։ Բոլորին դեմ եմ։ Ցանկություն չունեմ, ոչ մի նախընտրած տեխնացը չունեմ։ 19 կուսակցություններ կան, դրանցից ոչ ոքին։ Ոչ։ Ուժեղ Հայաստան, Նիկոլ Փաշինյանը ԿՊ։ Այս պահին չկա Բոլորին այնպես դեմ իմար, եմ, որ վստահություն էր շնչում, ոչ որ մեկ էլ քննարկեմ։ Իսկ ծանոթացել եք։ Այ իհարկե, մամ բոլորին տեղյակ եմ եւ մասնակիցներին եւ իրենց առաջարկներին, բայց ոչ մեկ իմ սրտով չի։ Իհարկե, Սամվել Կարապետյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրեն չընտրեք, ապա պատերազմ է լինելու։ Սա դες համար վտանգ չի։ Իր ասելու չի։ Ես քաղաքականություն, ես ում սիրում եմ նրան էլ ընտրելու եմ։ Չեմ ասին, չի ասին, ընտրության օրը կընտրեմ։ Հա, իհարկե։ Իսկ ունեք նախընտրած տեխնատու։ Իհարկե։ Ցանկանաք վարձաձայնելու։ Չէ, գաղտնի կա, անձնական։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Ապայման։ Իսկ ունեք նախընտրած տեխնատու։ Չէ։ Մտածեմ, ժամանակ կա։ Ստեղի քաղաքացի չեմ կարող մասնակցել։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Իսկ ունեք նախընտրած տեխնատու։ Իհարկե։ Ով է Ուժեղ Հայաստանը, քաղաքացիական պայմանագիրը։ Ուժեղ Հայաստանը երևի։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրեն չընտրենք, պատերազմ է լինելու։ Ինքան բան ասեն Նիկոլ Փաշինյանը վերջացրեք էլի։ Իսկ ինչու եք ընտրել հենց Սամվել Կարապետյանին որպես։ Դուրս գալիս է իրանց Ինչ, չգիտեմ, պրոգրաման, չգիտեմ։ Ընտրությունը փակ գաղտնի է։ Իհարկե ունեմ։ Ով է Նոր ուժը, բոլորին դեմ եմ։ Ինչ ուժ։ Ինչ ուժեղ Հայաստան, այդ ցավը տանեմ, ինչ ուժեղ Հայաստան, ուր էին մինչև հիմա այդ ուժեղ հայաստանցիները։ Նիկոլ Փաշինյան ու վերջ։ Բայց իրենք ասում են, որ եթե Ես չգիտեմ ով ինչ է ասում։ տնտեսական պատերազմ է լինելու։ Ով է ասում, որ լինելու է։ Ուժեղ Հայաստանը։ Իսկ որ ընտրվի ինչ անել ուժեղ Հայաստանը։ Ոչ մի բան։ Իրանցից ոչինչ չներկայացնող մարդիկ են։ Ուզում են եղանակ փոխեն Հայաստանում, չի ստացվելու, Հայաստանում միշտ գարուն է լինելու։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Այո, անպայման։ Իսկ ունեք նախընտրած տեխնատու։ Դեպի եվրո ինտեգրման։ Քաղաքացիական պայմանագիրը նկատում եք։ Ոչ միայն Իրան է, այո, Իրան։ Եվ ով ունենք։ Արամ Սարգսյան ունենք, Բաբաջանյան ունենք։ Իսկ իրանցից որ մեկին եք ընդունել։ Բայց դից հարց տալիս են ու ես ասեցի դեպի եվրո ինտեգրում։ Իսկ նա արդեն մեր որոշումը։
Իհարկե Փաշինյանը։ Ինքը այստեղի քաղաքացի չի, հա մասնակցել ենք։ Ունեք նախընտրած տեխնատու։ Այդ գաղտնիքա։ Այո, Ունեք նախընտրած տեխնատու։ չեմ ասի։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Ոչ, Ինչու։ Մասնակցելու են, մասնակցելու։ Ունեք նախընտրած տեխնատու։ Չեմ կարող ասեմ հիմա։ 19 կուսակցություններ կան արդեն գրանցված։ Ուսումնասիրել եք ովքեր են։ Այո, Իրենցից ում կառանձնացնեիք։ չեմ կարող հիմա ասեմ։ Բոլորին չգիտեմ ովքեր են տեխնացիները դրել, բայց գիտեմ ընտրելու։ երևի որ ստեղ լեք մասնակցել։ Իսկ ունեք նախընտրած տեխնատու։ Այ դժվար հարց է դες։ 10 Դժվար հարց է։ ունեք նախընտրած տեխնատու։ Դեռ տենց չեմ որոշել, տեսնենք։ Մենակ ծանոթ եմ մեր նախագահի բանի վարչապետի գործնեությանը մնացածին չէ։ Գոհ եք։ Բաներ կա, որ գոհ եմ, բաներ կա, որ չէ։ Ունեք նախընտրած տեխնատու։ Փաշինյանին։ Շնորհակալություն։ Սխալ ասի թե չէ։ Դա ձեր կարծիքն է։ Հա։ Օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցությունն Փաշինյանին ինչի մար ասեմ ձեզ ինչի մար։ Էկոնոմիկան զարգանում է, գործերը լավ է, սաղ լավ է, ի ոնց դեմ եք սաղ դեպի առաջ է եթում։ Իսկ Ուժեղ Հայաստանն ասում է, որ իրենք չընտրվեն տնտեսական պատերազմ։ Ուժեղ Հայաստանը ո՞ր է մտքասեք Կարապետյանը։ Դե ոնց ասեմ, Կարապետյանը ինչ ունի Հայաստանի մար արած, որ ես իրեն ընտրեմ, ասեք։ Ինչ ունի արած, որ ես իրեն ընտրեմ։ Ես մտածում եմ, այնպես բան չունի արած։ Նոր եկել է Ռուսաստանից, վրազ ընտրություններ ա ուզում, ռուսական պասպորտը ուզում ընտրվի մեր Հայաստանում, մեզի դառնա վարչապետ։ Ես չեմ մտածում, որ լավ կլինի։ Լուրջ է Եվրոպայի հետ, քան Ռուսաստանի հետ, քանի որ Ղարաբաղի հարցը Ռուսաստանի տեսանք ինչ արեց։ Թողեց մեզի մենակ գելերի բերանք ցես։ 19 կուսակցություն կա։ Մյուսների Մուսեն դարձան բաներ մուներ հետա քոչանը որ հաստատ չեմ ուզենա նստի վեշնիկերա փողերը Սերժը չեմ ուզենա նստի եթե ընտրությունն է ընդդեով է մնում տակեն դերասան Հայկոն էտել հետ շետի Վաշինգտոն ընտրողը չլինի թող եթե ինքը իր կոմիկությունը անի տակով մնաց ոնց կսեմ բռնում եք ես դրանց չեմ ճանաչում այդ ովքեր են ճիշտ ասեմ մանրամունը այնտես չեմ նայում Պալիցիկա խորացած են բայց Փաշինյանը ընտրվելու է, թե ուժ բան չլինի ընտրվելու է։ Ճիշտ է մի քիչ սխալ բաներ ամես թուրքի շփում է բան, որ դուրս չի գան, բայց մեր համար Հայաստանը պետք է լավ է, գործը լավ է։ Ես եկել եմ Ռուսաստանից 22 տարի դեմ մնացել երեխա վախտանից եկել եմ ստե թազա կյանք սկսեմ, ես երրորդ ամիսն է ու սա լավ է, ստե քանզ Ռուսաստան։